Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, այսօրվա մեջ արդեն չգիտեմ 7-րդ թե որերորդ լայվն եմ մտնում ավտոլայվի ռեժիմով նկատի ունենալով այն հերթական խայտառակ քաղաքական ռեպրեսիաները, որ այսօր արդեն խոսքի ազատությանն են վերաբերվում, բացահայտ անթաքույց առանց վարանելու Ալեն Սիմոնյանը ընդունեց, որ հենց ինքն է հանցագործության մասին հաղորդումը ներկայացրել, որի հիման վրա ձերբակալվել են Իմ Նեմնիմի փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը, կատարվել է լայնածավալ խուզարկություն անտիֆեյքի, որի հարթակում ուրեմն հեռարձակվում է անտիֆեյքի գրասենյակում, ինչ կար չկար, տարել են որևէ տեխնիկա, ասենք ասած շտացիվներից էլի, շտացիվը ինչ կապ ուներ վերագրվող ենթադրյալ արարքի հետ, որ իրավական որևէ տրամաբանություն չկա, քաղաքական տրամաբանությունը պարզ է, լրատվամիջոցի գործունեությունը դադարեցնելու խնդիր է դրված։ Վերջում էլ, ամենավերջում էլ, այն որ ասում է Վիշենկը վտորձե, Վիշենկը նատորձե ավելի ճիշտ, նաև ձերբակալվեց Դավիթ Ֆիդանյանը, անտիֆեյքի լրագրող, ձեզ հայտնի է էլի մեդիադեմք, մի քանի հաղորդաշարերի վարող, արդարադատությանը խոչընդոտելու տարօրինակ մեղադրանքով։ Այսինքն այսօր բանի օրներ, խոսքի ազատության դեմ հարձակման օրներ, այտենց որոշ ժամանակ առաջ փաստաբանների վրա հարձակման օրներ, որոշ ժամանակ առաջ եկեղեցու վրա, այտենց անընդհատ այդ ինստիտուտներով հարվածները գալիս են, այն գերմանական հայտնի խոսք կա, որ այն ինչ մեզ չի սպանում դարձնում ավելի ուժեղ, այդպես եղավ Իմ Նեմնիմի տղաների նկատմամբ նախորդ նմանաբնույթ քրեական հետապնդման ժամանակ, որը պետք է ընդունեն, որ իր ծավալներով եւ մասշտաբով ավելի փոքր էր, հոդվածը նույնն էր իհարկե, ասենք օրինակ խուզարկություններ չեղան եւ այլն եւ այլն, եւ դա ուժեղացրեց եւ վստահ եմ, որ նույնը այս անգամ է լինելու, տղաների տրամադրությունը այսպես բավական լավ է, բարձր է, շատ լավ է ամեն ինչ, առաջի անգամ չի, որ սրանով անցնում են, իրանք էլ պատրաստ են, օրեր առաջ նաև հրապարակում էր տեղի ունեցել դրա մասին, որ շուտով պատրաստվում են, տղաների արձագանքներն են, որ համեցեք, մի խոսքով սա ես համարում եմ ոչ միայն եւ ոչ այնքան տղաների եւ անտիֆեյքի խնդիրը, այլ մեր բոլորի, ովքեր որ իրենց ձայնն են բարձրացնում, իրենց խոսքն են ասում, իրենց պայքարն են մղում ամեն մեկս մի ձևով օկուպացիոն ռեժիմի դեմ։ Սա այլ բան չի, քան օկուպացիոն ռեժիմ, որը օր-օրի ավելի է խզում կապերը իրավականության, սահմանադրականության, օրենքի, օրինականության հետ։ Մենք այսօրվա այս ամեն ինչը խուլիգանության նույն հանցակազմն է դրված, ես արդեն ասել եմ, հիմա նորից եմ ասում, բնականաբար դա պայմանավորված էր նաև նախագահի հետ այս շատ մեծ հնչեղություն ստացած փոդքասթի արձագանքներով, տեսան, որ մարդիկ գնալով մեծացող լսարան ունեն, խոսքը շատերի մոտ տեղ է հասնում եւ որոշեցին փակել պարզապես մարդկանց շատ այսպես ստանդարտ բռնապետական որոշում։ Իդեպ ես վստահ չեմ, որ սա Ալենի այսպես նախաձեռնությունն է, ես ամենևին չեմ բացառում, ընդհակառակը շատ հնարավոր եմ համարում, որ ավելի բարձր տեղից է եղել, ուղղակի Ալենը այստեղ որպես գործող անձ է ընդամենը հանդես եկել, որը ասում է ինձ հայհոյում են եւ այլն, փաստն այն է, որ Ալենը տղաներին իր գրառումը կա, հրապարակային է, բոլորդ կարող եք տեսնել, ես չեմ կարող իմ էջով տեսնել, ինձ չգիտեմ ինչի արգելափակել Ալենը, դեռ չեմ հիշում, որ անձամբ իր էջում ինչ-որ բան դրած լինեմ։ Կներեք այս արտահայտությունը, որ ստեղ պետք է վերարտադրեմ, որ հասկանալի լինի, այստեղ հարցնում նայում են ոչ միայն մարդիկ, որոնք որ այսպես ասած մեր կողմնակից են, մարդիկ կան, որ կարող են նայում են, ուզում են հասկանալ ինչ է իրականում կատարվել։ Չէ՞ որ այն կողմից վայնասունը բարձրացրել են, վայ, վույ, հայհոյում են, էս են անում, այն են անում։ Ժողովուրդ ջան, Ալենն է առաջինը Նարեկին եւ Վազգենին անվանել, ներողություն եմ խնդրում, Շան Լակոտ եւ Լացիրակ։
Շան Լակոտի վրա կենտրոնանանք։ Շան Լակոտ ինչ որ մեկին որ ասում է, մարդու ինքնասիրությանը կպնում է։ Նա ինչ որ արձագանք պետք է տա թե չպետք է տա։ Կա արդյոք որևէ այսպես արգահատելի բան, որ համարժեք խոսքով արձագանք տրվի։ Դա որևէ տրամաբանության մեջ կարող է տեղավորվի, որ դա չի կարելի։ Չգիտեմ, ես այս տրամաբանություն չգիտեմ։ Ինքը առաջինը մարդկանց անվանում է Շան Լակոտներ, ստանում է համարժեք պատասխան, նայեք, ուրեմն շաբաթ օրվա իմնեմնիմի թողարկումը 2 ժամ 4 րոպեից 20 րոպե է, շատ չի։ Ձեր հետևությունները արեք։ Այնտեղ մանրամասն ասում են, բացատրում են, ասում են, սենց բան է մեզ ասել, եւ մեկը ավելի խիստ լեզվով, մեկը ավելի մեղմ լեզվով իրենց հակադիր քննադատությունն են հնչեցնում։ Նույնիսկ անկեղծ ասած, Նարեկ Սամսոնյանի օգտագործած բառամթերքի առումով ես համարում եմ դա անհամաչափ արձագանք, այսպես մեղմության առումով։ Ես Նարեկ Սամսոնյանի նաև քավորն եմ, ու ասեմ, որ նաև ես եմ այս ընթացքում անընդհատ այդ բանը տարել, որ չհայհոյեք։ Նարեկ Սամսոնյանը մի անգամ այս եթերի վերադառնալությունը մի անգամ մի հատ հայհոյանք տված չկա։ Մեղադրանքում էլի դեպք չկա հայհոյանքը։ Թե որտեղից են խուլիգանություն գտել, չգիտեմ։ Ինչ վերաբերում է Վազգենի ասածին, ապա անկախ նրանից թե ձևակերպում մենք ինչ ենք համարում, այդ ձևակերպումները հանցագործություն չեն։ Կարող է մենք համարենք, որ դա լավ չի, կարող է համարենք դա լավ է, էական չի, համարժեք չէ, էական չի, դա հանցագործություն չի կարա դիտվի։ Չի կարա հանցագործություն դիտվի։ Բայց դրա համար էլ այս նույն արարքի համար Հայաստանը ստացավ Freedom House-ի, Amnesty International-ի եւ մյուսների շատ կոշտ արձագանքներ, էլի կստանա, ինչ ա եղել։ Չգիտեմ, ես չեմ կարծում, որ իրենց համար դա նորմալ է։ Okay. Կարևոր բան էի ուզում ասել։ Ուրեմն անտիֆեյքի ողջ տեխնիկան տարել են եւ անտիֆեյքը այս բանը չի կարող ուղղակի դադարեցրել է փաստացի գործունեությունը եւ խնդրում եմ անտիֆեյքի YouTube-յան էջում տեսեք Աստղիկի Մաթեոսյան լայվը, որտեղ որ խնդրում է որոշակի ժամանակավոր կարգով իհարկե տեխնիկա մինչև այս ամեն ինչը կվերադարձվի, ես կարծում եմ շուտ չի վերադարձվի անկեղծ ասած։ Ինչքան կարան ձգելու են, ասենք թե շտատիվների ինչներին պետք չես կարող ասես։ Ինչքան կարան ձգելու են, բայց ամեն դեպքում ժամանակավոր հիմունքներով կամ տեխնիկա կամ եթե հնարավոր է համարում ֆինանսական միջոցներ, որ մարդիկ ձեռք բերեն տեխնիկա, որպեսզի վերականգնվի աշխատանքը եւ որոշում են կայացրել, երևի կես են եղել, էլի, ասենք կեսին տարել են, կեսն են մնացել, շարունակել իրենց մեդիա գործունեությունը եւ սովորականի պես շաբաթ օրը եւ շորեքշաբթի օրը, հաջորդը դե շաբաթ օրն, այսինքն վաղը չեմիսոր ժամը 22:00-ին արդեն ձեզ ծանոթ 2 տարի առաջվանից, 1.5 տարի առաջվանից հերթապահության ռեժիմով շարունակել ենքան, ինչքան տղաները անազատության մեջ են եւ հնարավորություն չունեն իրենց հեղինակային ոդքասթը վարել։ Սա է, սա համերաշխության դրսևորում է, ես հույս ունեմ բոլոր նրանք, ովքեր որ իդեպ շատերը գրել են արդեն, ինձ են գրել, պոստ են գրել, որ պատրաստ են օժանդակել, շնորհակալ եմ իմ ընկերների անունից եւ նաեւ իմ անունից եւ խնդրում եմ նայել Աստղիկի լայվը եւ այդտեղ նշված է թե ինչպես կարող եք կոնտակտի դուրս գալ կամ փոխանցումներ անել, եթե արտասահմանում եք։ Ես կարծում եմ սա համերաշխության հարց է, վստահ եմ, որ այս անգամ էլ չեն հաջողվելու նրանք անտիֆեյքը փակելու իրենց ծրագրում։ Եվ Իմնեմնիմին փակելու իրենց ծրագրում, առաջերտին Իմնեմնիմի ոդքասթը որպես գլխավոր product անտիֆեյքի։ Վստահ եմ չեն հաջողվելու։ Գիտեք, այս բռնաճնշումները որ ծիծաղալի է, էլի։ Ասենք օրինակ այսօր նախատեսված էր, որ հերթապահ դատարանը Աչակնյակի դատարան էր։ Մի ժամ-ժամուկես առաջ մեկ էլ հոգ տեսանք փոխել են այդ հրապարակային էջում եւ մյուս դատարաններն էլ են ներառել Մասիվի դատարանը, որպեսզի մակագրությունը գնա դատավոր բոլորիս հայտնի Մասիս Մերկոնյանին, որ այսօր քանի լայվում արդեն ասում են, որ դե կամ Վազգերինը կամ Նարեկինը Մասիս Մերկոնյանին է մակագրվել ու դե արդեն բան է, էլի sense ամեն ինչ կանխատեսելի է, էլի ինչ ասեմ։ Բայց դուք խնդրում եմ ձեր կարծիքը կազմեք։ Ինչի, որովհետև ուղղակի զզվելի է կարդալ, չգիտեմ, օրինակ աշկիս ընկավ Դանիել Հովհաննիսյան։ Դու ամոթ չես անում, չես նայում, դու իրականությունը չես տեսնում, հայհոյան։ Այն մարդը,
այսինքն բանը ինչա Ալեն Սիմոնյանը ավելի ճիշտ ոչ թե այն մարդը Ալեն Սիմոնյանը շան լակոտ է ասում տղաներին եւ ստանում է պատասխան այդ ո՞նց եղավ Ալեն Սիմոնյանի արածը տենց բանը օքեյ է ազգային ժողովի նախագահ տղեկի արածը օքեյ չի տենց ո՞նց եղավ ես օբյեկտիվ եմ ես եմ ամոթ չես անում չնայած քեզ ինչ ամոթ տաս այդ են գավաշկի շատ բաներ չի ինգել տենց ինչ-որ քա բան են վարում որ հայհոյախոսներ մի հատ հայհոյան գտեք կոնկրետ օրինակ Նարեկ Սամսոնյանի մասով այն բանից հետո երբ նրանք վերադարձան եթերի մի հատ հայհոյան գտեք դրա ամոթ չեք անում այդ իրանց այդ Գեբելսյան այդ քարոզչությունը Գեբելսյան ասեցի մեր Արմինեին հիշեցի եւ հիշեցի որ առաջի հերթապահները հերթափոխով վարելու մեկը Արմինեն էր չգիտեմ ինչ կորոշեն աստղիկ ենք ամեն դեպքում խնդրում եմ անպայման սա շատ կարևոր է եթե հնարավորություն ունեք կամ տեխնիկայով ժամանակավոր օգտագործման հնարավորությամբ կամ ֆինանսապես օգնել որպեսզի մարդիկ ձեռք բերեն տեխնիկա այն նվազագույնը կարողանան եթեր մտնել ապահովել ուղիղ եթեր իմնեմնիմի գոնե թողարկումները կարողանան ապահովել ինչ ասեմ ազատություն բոլոր քաղբանտարկյալներին այսօր ավելացան քաղբանտարկյալները Նարեկը Վազգենը եւ Դավիթը Ֆիդանյան որը այտենց ամենազավեշտալի կտորներ էլի ասենք Դավիթին ճանաչող մարդը Դավիթը եւ ապօրինությունը դա գիտեք ինչն է ոնց որ ասենք ես ու լավ մեքենա վարելը ասենք այդ աշճան իրար հետ կապ չունեցող բաներ են էլի ես հայտնի եմ որպես վատ մեքենա վարող էլի նույն ձևով Դավիթը եւ ապօրինությունը էլի այդքան իրարից տարբեր են այսքանը շնորհակալություն կարող ենք հանդիպել կամ Աչափնյակի դատարանում կամ Մասիվի դատարանում ժամը 21:00-ին առաջինում Նարեկի ներողություն Վազգենի դատնա Աչափնյակում Վազգենի դատնա 21:00 Մասիվում Նարեկի դատնա այնտեղ Վազգենի ստեղ Մասիվում Նարեկի դատնա Նարեկի շահերը ես եմ պաշտպանում եւ Աստղիկը Մաթեոսյան մեր Վազգենի շահերը կպաշտպանի մեր Արսենը Բաբայան 5 իրավապաշտպաններից եւ 5 իրավապաշտպաններից մեր մյուս ընկերը Վարազդատը Հարությունյան պաշտպանում է Դավիթի Ֆիդանյան Դավիթի շահերը որի հարցը դեռ այս պահին լուծված չի 72 ժամվա ռեժիմով է Իրանը տեսնենք թե իր մասով ինչ որոշում են կայացնում առաջիկա 60-65 ժամերի ընթացքում այսքանը շնորհակալություն մինչ նոր հանդիպում